Ճանապարհաշինություն, բնակարանաշինություն, դպրոցաշինություն, մշակութային, գիտական եւ կրթական ծրագրերի հովանավորում, սոցիալական եւ առողջապահական խնդիրներ։ Ահա գործունեության ոլորտների այն ամբողջական ցանկը, որով առաջնորդվում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Իր 13-ամյա պատմության ընթացքում հիմնադրամը հանդիսացավ այն կառույցը, որի միջոցով ողջ աշխարհի հայությունը իր նվիրատվություններն է հասցնում հայրենիք։ Բարերարությունը համախմբում եւ միասնական է դարձնում մեզ հայրենիք գաղափարի շուրջ։ 2004 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանձնարարականով Հայաստան հիմնադրամը ջերմամատակարարման խոշոր ծրագիր իրագործեց Գյումրիի Անիթաղամասում։ Հիմնադրամի եւ Հայ-Ռուս-Գազարդ ընկերության միջև կնքվեց պայմանագիր եւ իրականացված աշխատանքների արդյունքում Թաղամասի 264 շենքերում բնակվող ավելի քան 6500 ընտանիքները ապահովվեցին գազամատակարարմամբ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացվեցին նաև գազի վառարաններ։ 2004-ի նոյեմբերին հիմնադրամը գազիֆիկացման ծրագիր իրագործեց Սևան քաղաքում։ Շենքերից երկուսում, որ բնակեցված են կույր, թույլ տեսողությամբ եւ սոցիալապես անապահով մարդկանցով, լուծվեց գազամատակարարման խնդիրը, տեղադրվեցին տաքացուցիչներ։ Ինչպես ամեն տարի 1995 թվականից ի վեր 2004-ին ևս հիմնադրամը նպաստներ է հանձնել Հայաստանի եւ Արցախի զոհված եւ առաջին կարգի հաշմանդամ ազատամարտիկների երեխաներին։ Հայաստանում նպաստ է ստացել 2426, Արցախում 2616 նպաստառու։ Այս տարի նպաստ են ստացել ևս 4429։ Օրորոց ծրագրի շրջանակներում 2004-ին հիմնադրամը նորածին երեխա ունեցող եւ սոցիալապես անապահով ընտանիքներին հանձնել է փաթեթներ նորածինների համար առաջին անհրաժեշտության իրերով։ Փաթեթներ են բաժանվել Տավուշի մարզի բնակավայրերում, Բերդում, Նոյեմբերյանում, Իջևանում, Դիլիջանում, ինչպես նաեւ Երևանյան ծննդատներում։ Հիմնադրամի գործունեության ոլորտում մեծ կարևորություն է տրվում գիտակրթական, մշակութային ծրագրերին։ Դրանց թիվը 2004-ին զգալիորեն աճել է։ Արդեն մի քանի տարի է գիտության եւ մշակույթի գործիչներին շնորհվում է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը, որի հովանավորը Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ ֆոնդն է։ Մրցանակը հանձնվում է գիտության եւ մշակույթի ոլորտներում նոր եւ արժեքավոր գործերի ստեղծումը խթանելու նպատակով, ինչն էլ կարելի է իրագործված համարել։ Տարեստարի ավելանում է դիմորդների քանակը։ 2004-ին այդ թիվը աննախադեպ աճեց հասնելով 62-ի։ Անցյալ տարի մրցանակի շնորհման կանոնակարգում կատարվեցին փոփոխություններ եւ անվանակարգերի թիվը հասցվեց 8-ի՝ բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկա, բժշկագիտություն, արվեստ, գրականություն, հումանիտար գիտություններ, մարդասիրական արժեքների տարածման ուղղված գործունեություն եւ ծրագրեր։ 2004-ին սահմանվեց եւ այս տարի առաջին անգամ շնորհվեց նաեւ Հանրապետության նախագահի մեկ այլ երիտասարդական մրցանակը։ Հովանավորը կրկին Ռոբերտ Պողոսյան եւ որդիներ ֆոնդն է, մրցանակի չափը 2500 ամերիկյան դոլար։ 18-ից 25 տարեկան երիտասարդ արվեստագետների համար սահմանված մրցանակը ամենամյա է։ Շնորհվում է 3 անվանակարգերում՝ կերպարվեստ եւ կինո 3 մրցանակ, երաժշտություն 1 մրցանակ, գրականություն 1 մրցանակ։ Թեպետ մրցանակը նորաստեղծ է, այդուհանդերձ արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել երիտասարդության շրջանում։ Դիմորդների թիվը գերազանցում է 60։ Մշակութային ծրագրերի շրջանակում հիմնադրամը հովանավորել է մեկ ազգ, մեկ մշակույթ համահայկական առաջին փառատոնի անցկացումը, Դորեմի մանկապատանեկան միջազգային մրցույթը, հայ երեխաների մասնակցությունը ԱՊՀ երկրների երկրորդ երիտասարդական Դելֆյան խաղերին, Սպեղանի մանկապատանեկան երգչախմբի մասնակցությունը Իտալիայում կայացած մրցույթ փառատոնին։ Հովանավորվել է նաև պատանի երաժիշտ կատարողների կամերտոն հանրապետական մրցույթ փառատոնը։ Մեկ այլ ծրագրով երաժշտական գործիքներ են հանձնվել Հայաստանի եւ Արցախի շնորհալի երաժիշտ երեխաներին։
Հիմնադրամի երաժշտական գործիքների հավաքածուն պարբերաբար համալրվում է, եւ գործիքները հանձնվում են այն երեխաներին, ովքեր հնարավորություն չունեն դրանք ձեռք բերելու։ Կրթական ծրագրերի շրջանակում նյութական օժանդակություն է ցուցաբերվել իրաքահայ ուսուցիչներին հայրենիքում մասնագիտական վերապատրաստման համար։ Հիմնադրամը 2004 թվականից համագործակցություն է ծավալել հասարակական կազմակերպությունների հետ, հայտարարելով փոքր դրամաշնորհների մրցույթ։ Համագործակցությունը նպատակ ունի խթանել քաղաքացիական հասարակության ձևավորումը Հայաստանում։ Դրամաշնորհի հայտ է ներկայացրել շուրջ 100 կազմակերպություն մայրաքաղաքից եւ մարզերից։ 2004-ին իրականացվել է 6 նախագիծ բնապահպանական, մարդու իրավունքների, կրթամշակութային եւ ռաինտեգրման, հաշմանդամների իրավունքների պաշտպանության եւ այլ թեմաներով։ Այժմ ընթացքի մեջ է եւս 2 իրագործումը, ուղղված մայրաքաղաքային խնդիրների լուսաբանմանը։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը 2004 թվականին իրականացրել եւ իրականացնում է ավելի քան 18 միլիոն դոլար արժողությամբ շուրջ 100 ծրագիր։ Մեր դպրոցի, մեր գրե